Որսը սկսվում է այնտեղ, որտեղ վերջանում է մարդկայնությունը։ 1868 թվական, Նևադայի սառնամանիք լեռներ։ Միայնակ մի մարդ փորձում է գոյատևել դաժան բնության մեջ, բայց նրա ամենամեծ վտանգը ոչ թե ցուրտն է, այլ անցյալի ստվերները, որոնք հետապնդում են նրան զինված տղամարդկանց տեսքով։ Այսօր մենք կպատմենք Սերաֆիմի անկումը ֆիլմի մասին, մի պատմություն վրեժի, մեղքի քավության և այն մասին, թե որքան հեռու կարող է գնալ մարդը, հանուն արդարության իր սեփական ընկալման։ Ֆիլմի գործողությունները սկսվում են 1868 թվականի դաժան ձմռանը։ Նևադայի Ռուբի լեռների խորքում միայնակ Գիդեոնը նստած է խարույկի մոտ և միս է տապակում, մինչդեռ նրա ձին գնալով ավելի անհանգիստ է դառնում։ Հանկարծակի հնչում են կրակոցներ, և փամփուշտներից մեկը վիրավորում է նրա ձախ բազուկը։ Նա շտապ հավաքում է պաշարն ու փախչում լեռն ի վար, ստիպված լինելով թողնել հրազենը, քանի որ ձին վախից փախչում է։ Թաքստոցից դուրս են գալիս նրան հետապնդողները, համադաշնության նախկին սպա, գնդապետ Մորսման Քարվերի գլխավորությամբ, որոնց միացել են վարձկան որսորդներ Փոփը, Հեյսը, Փարսոնսը և մի երիտասարդ, ում ճանաչում են պարզապես որպես տղա։ Նրանք որսում են Գիդեոնին նրա գլխի համար սահմանված վարձատրության պատճառով։ Վիրավոր ու հուսահատ Գիդեոնը հասնում է հորդառատ մի գետի։ Նա փորձում է անցնել գետը տապալված ծառի վրայով, սակայն սայթաքում է, և հոսանքը նրան քշում տանում է դեպի ջրվեժը։ Հրաշքով ողջ մնալով անկումից հետո, նա դուրս է սողում ափ։ Հետապնդողների խումբը հասնում է գետափին և, մյուս ափին հետքեր չտեսնելով, ենթադրում է, թե նա զոհվել է ջրվեժում։ Սակայն Քարվերը, չհավատալով դրան, հրամայում է շարունակել որոնումները։ Ցրտից դողացող Գիդեոնը փամփուշտի վառոդն օգտագործում է կրակ վառելու համար և ցավով հանում է գնդակը բազկից։ Թողնելով վառվող խարույկը որպես շեղող հնարք, նա հետ է դառնում իր հետքերով, հույս ունենալով մոլորեցնել հետապնդողներին, բայց Քարվերը գուշակում է նենգությունը և հրամայում խմբին բաժանվել։ Միայնակ հետքերով գնալիս Փոփը ծառի վրա արյուն է նկատում։ Հենց նա վեր է նայում, Գիդեոնը վերևից դանակով հարվածում է նրան, ակնթարթորեն սպանելով։ Նա տիրանում է Փոփի զենքին, դիակը ձևափոխում է որպես սարսափազդու նախազգուշացում և անհետանում անտառում։ Հետապնդողները վերամիավորվում են և հայտնաբերում, որ Փոփը չկա։ Քարվերը հիշեցնում է նրանց, որ վարձատրություն չեն ստանա, եթե Գիդեոնը մեռնի։ Նա պետք է գերի հանձնվի։ Շուտով նրանք գտնում են Փոփի խոշտանգված մարմինը։ Ցնցված տղան բարձրաձայն մտորում է, արդյոք իրենց հետապնդածն ամբողջությամբ մարդ է, թե գուցե Գես Գայլ։ Մինչդեռ Գիդեոնը հասնում է մի հեռավոր ֆերմա և փորձում ձի գողանալ։ Նրան բռնում է Շարլոտ անունով մի աղջիկ, ով նրա վրա զենք է պահում։ Չնայած Գիդեոնի վերքին, նա կարեկցանք է ցուցաբերում և խնամում նրան։ Երբ տանտերը վերադառնում է, նա կատաղում է դստեր վրա, գողին օգնելու համար։ Գիդեոնն առաջարկում է գնել ձին, և նրանք դժկամությամբ թույլ են տալիս նրան մնալ գիշերը։ Արևածագից առաջ նա անաղմուկ հեռանում է։ Ավելի ուշ Քարվերն ու մյուսները ներխուժում են ֆերմա, պահանջելով իմանալ Գիդեոնի գտնվելու վայրը։ Նրանք գտնում են հետքերը և հասնում խարույկի ու կապված ձիու մոտ։ Անտառի խորքը քաշվելով, նրանք ընկնում են Գիդեոնի հերթական թակարդը։ Այս անգամ նա օգտագործում է նախորդ որսից մնացած արջի թակարդը, որի մեջ ընկնում է տղան ծանր վիրավորվելով։ Փարսոնսը փորձում է օգնել, սակայն Քարվերը սառնասրտորեն վերջ է տալիս տղայի տառապանքներին, կրակելով նրա վրա։ Դեռևս ոտքով շարժվելով, Գիդեոնը շարունակում է խուսափել հետապնդողներից։ Շուտով նա լեռնային արահետի վրա հանդիպում է կոպիտ արտաքինով տղամարդկանց մի խմբի։ Նա հանգիստ ասում է նրանց, որ խնդիրներ չի ցանկանում և պարզապես ուզում է անցնել։ Նրանցից մեկը, Վիրջիլը, ճանաչում է Գիդեոնին որպես գեներալ Մակլելանի նախկին զինվորի, ում մասին լուրեր են պտտվում, թե նա միայնակ սպանել է ավելի քան 100 մարդու։ Հորուսը, լինելով կասկածամիտ ու տագնապած, որոշում է գնալ նրա հետևից, վախենալով, որ Գիդեոնը կարող է մատնել իրենց ճամբարը։ Հորուսը կանչում է Գիդեոնին, որ կանգնի, և նշան բռնում, պնդելով, թե չի կրակի, եթե իրեն չդրդեն։ Սակայն Գիդեոնն ավելի արագ է գործում։ Նա նետում է դանակը, որը խրվում է Հորուսի կոկորդը, ակնթարթորեն սպանելով նրան։ Երբ Քարվերն ու նրա մարդիկ ավելի ուշ գտնում են մարմինը, Փարսոնսը ճանաչում է Հորուսին որպես փախստական հանցագործի, ում գլխի համար $250 պարգև է սահմանված։
Գայթակղվելով վարձատրությամբ, Փարսոնսը հայտարարում է, որ դադարեցնում է Գիդեոնի հետապնդումը և փոխարենը կվերցնի այդ գումարը։ Երբ Փարսոնսը բարձում է Հորուսի մարմինը ձիու վրա, Քարվերը հանկարծակի սպանում է կենդանուն, հայտարարելով, որ այն իրենն է։ Այժմ ստիպված լինելով ոտքով 30 մղոն ճանապարհ անցնել դեպի Քարսոն Սիթի, Փարսոնսը հասկանում է, որ հազիվ թե ողջ մնա։ Այդ ընթացքում Գիդեոնը հասնում է երկաթգծի շինհրապարակ և կապում է ձին, նախքան սնունդ գողանալու համար ներս սողոսկելը։ Սակայն վերակացուն գլխի է ընկնում, որ ձին գողացված է, և հրամայում է բռնել Գիդեոնին։ Շատ չանցած, Քարվերն ու Հեյսը հասնում են ճամբար, դեռևս հետապնդելով նրան։ Անազատության մեջ գտնվելու ժամանակ Գիդեոնը գերազանցում է պահակին, հարվածով անգիտակից վիճակի բերում նրան և կարողանում է ևս մեկ անգամ փախչել, այս անգամ հեռանալով մեկ այլ գողացված ձիով։ Ավելի ուշ Քարվերն ու Հեյսը կանգ են առնում միսիոներների ճամբարում, առաջարկելով վճարել սննդի համար։ Հաջորդ առավոտյան, երբ նրանք վերսկսում են հետապնդումը, Քարվերը հայտնաբերում է, որ միսիոներները գողացել են իրենց զինամթերքը, հետագա արյունահեղությունը կանխելու համար։ Ստուգելով իր պաշարները, Քարվերը գտնում է ընդամենը մեկ փամփուշտ։ Համոզված լինելով, որ դա բավարար կլինի հետապնդումն ավարտելու համար, նա իր թիրախում է պահում Գիդեոնին։ Օրեր անց նրանք վերջապես նկատում են նրան։ Սակայն Գիդեոնի ձին, հյուծված անողոք տապից, տապալվում է։ Այլ ելք չունենալով, Գիդեոնը դանակով սպանում է կենդանուն, վերջ տալով նրա տառապանքներին։ Երբ Քարվերն ու Հեյսը հասնում են սատկած ձիուն, Հեյսն իջնում է թամբից, այն զննելու համար, զարմանալով, թե ինչը կարող էր այդպես հոշոտել կենդանու փորը։ Այդ պահին Գիդեոնը դուրս է թռչում ձիու փորից, բռնում Հեյսին և նրան պատանդ պահում։ Նա պահանջում է, որ Քարվերը հանձնի զենքը, սակայն Քարվերն իր վերջին փամփուշտով կրակում է Հեյսի կրծքին, սպանելով նրան։ Ծնկի գալով Քարվերի առջև, Գիդեոնը դիմակայում է նրան զենքը ձեռքին։ Սակայն Քարվերն այլևս փամփուշտ չունի։ Սա հանգեցնում է վերջնական բախման, որտեղ երկու տղամարդիկ պետք է առերեսվեն իրենց ընդհանուր անցյալին։ Անցյալում քաղաքացիական պատերազմից հետո կապիտան Գիդեոնին հանձնարարված էր հետապնդել համադաշնության նախկին սպաներին։ Երբ նա ժամանեց Սերաֆիմ Ֆոլսում գտնվող Քարվերի տուն, վերջինս դաշտում աշխատանք էր անում։ Կարծելով, թե տունը լքված է, Գիդեոնը հրամայեց այրել գոմը։ Դժբախտաբար, կրակը տարածվեց դեպի հիմնական տունը հենց այն պահին, երբ Քարվերը վերադարձավ։ Նրա կինն ու որդին տանն էին մնացել, փորձելով փրկել իրենց նորածին երեխային։ Հրդեհը խլեց նրանց կյանքը։ Գիտակցելով իր սխալը, Գիդեոնը համակվեց մեղքի զգացումով և հեռացավ իր ստորաբաժանումից, լքելով ծառայությունը։ Վերադառնալով ներկա, Գիդեոնն ու Քարվերը ներքաշվում են դաժան մարտի մեջ։ Գիդեոնն ի վերջո հաղթում է և, խնայելով Քարվերի կյանքը, նրան ուղղորդում դեպի մոտակա քաղաքը։ Նա զգուշացնում է Քարվերին, որ հետապնդումը շարունակելը միայն նոր դժբախտություններ կբերի։ Այնուհետև Գիդեոնը վերցնում է Քարվերի ձին և հեռանում, թողնելով Քարվերին խորելու սեփական ցավի շուրջ։ Քիչ անց Քարվերը մի լճակ է գտնում և երկար ջուր խմում։ Այնտեղ նա հանդիպում է մի հնդկացու, ով ձի է առաջարկում մի քանի արծաթե մետաղադրամի դիմաց, ինչը Քարվերը երախտագիտությամբ ընդունում է։ Մինչդեռ Գիդեոնը, գրեթե ուժասպառ, կանգ է առնում անպտուղ անապատում և նայում հորիզոնին։ Նրանից աննկատ, հեռվից հետևում է Մադամ Լուիզ անունով մի կին։ Նա Գիդեոնին առաջարկում է մեկ փամփուշտ, ձիու դիմաց։ Տեսնելով հեռվում երևացող Քարվերին, Գիդեոնը համաձայնում է գործարքին։ Քարվերը, նույնպես լինելով ծայրահեղ հյուծված, վայր է ընկնում ձիուց։ Դժվարությամբ ոտքի կանգնելով, նա նույնպես հանդիպում է Մադամ Լուիզին, ով նրան առաջարկում է ատրճանակ, մեկ փամփուշտով, ջրի դիմաց։ Քարվերը, հուսահատ տեսնելով առջևում գտնվող Գիդեոնին, ընդունում է առաջարկը։ Ի վերջո, երկու տղամարդիկ դեմ առ դեմ են դուրս գալիս անապատում։ Երբ Քարվերը պատրաստվում է կրակել, Գիդեոնն առաջինն է կրակում, վիրավորելով նրան կողքից։ Գիդեոնը զինաթափում է Քարվերին, բայց հրաժարվում է սպանել նրան։ Փոխարենը նա ջուր է տալիս մահամերձ մարդուն և օգնում նրան ոտքի կանգնել։ Լուռ փոխըմբռնման պահին երկու տղամարդիկ բաժանվում են, յուրաքանչյուրը գնալով վայրի բնության խորքերը, հակառակ ուղղություններով։ Շնորհակալություն դիտման համար։ Եթե հավանեցիք, բաժանորդագրվեք «Սեղմեք հավանել» կոճակը։ Մեկնաբանություններում գրեք, թե որ ֆիլմը կուզեիք տեսնել մեր ամփոփմամբ։